Ես հինտենակ վրում ու անցնենք գործի ողջույն բոլորին Սիրելի հետևորդներ, այսօր մի քիչ տարբերվող ուտեստ եմ պատրաստելու, ոչ բոլորն են պատրաստում, ոչ բոլորին զեհլա ունեն, բայց քանի որ ես գտնվում եմ պահքի շրջանում, պաս եմ պահում, պատրաստում եմ այս ուտեստը, մահանայա, համ ներկայացնում եմ ձեզ, պատճառա ձեզ ներկայացնելու և իմ ուտելու հարցը լուծելու համար, ինչ ենք անում Ուրեմն մեզ պետքա եփած ինչ էր ոսպ պատրաստում ենք բնականաբար ձիթայուղով պատրաստելու ենք կարտոֆիլով, սնկով, ոսպով, համով կոտլետներ մանր կտրատում ենք սոխը այսօր արդեն 20 օրա, որ ես պահքի շրջանում եմ, գիտեք չէ երբ է ավարտվում, ավարտվում է Սուրբ Զատիկի նախօրեին, այսինքն Սուրբ Զատիկի օրը կարող ենք լիքը համով ուտեստներ պատրաստել, ձուկ պատրաստել, ձու ներկել, որը հիմա չի կարելի օգտագործել, Ասում են մսեղեն չի կարելի ուտել ու լիքը տեղեր տեսնում ենք հարցնում են ձուկ, իսկ ձուկ կարելի է, կարծում եմ այդ հարցը անտեղի է ու երնեք նրանց համբերությանը, ովքեր համեստորեն զուսպ պատասխանում են, ձուկը միս է, ձուն կենդանական ծագման է, ժողովուրդ, ասում են ձու կարելի է, ինչը որ կենդանուց է առաջացել, ինչը որ կենդանին ունի, այդ չի կարելի օգտագործել Այսինքն օգտագործում ենք գրուպեղեն, օգտագործում ենք բանջարեղեն, կանաչեղեն, հաց, շաքարավազը կարելի է, բայց լիքը խմորեղեններ չի կարելի, որովհետև շատ բոլոր խմորեղենների մեջ օգտագործվում է յուղ, կարակ, ձու, կաթնամթերք էլ չի կարելի, սելլաց լայս սողանն ենքան կծու էր, մի ժամա Սկզբից տապակում ենք սոխը ձիթայուղի մեջ Մինչև սոխը կտապակվի ինձ պետքա սունկ Կապ չունի ինչ սունկ իմ մոտ հիմա պահածոյացրած սունկ է Կարող եք մի անգամից եթե սրանից պիտի վերցնեք կտրատածը վերցնեք որ էլ ժամանակ չկորցնեք սունկը կտրատելու վրա ունեմ տնական մեր անտառի ծառի սունկ որը օգտագործելու եմ տոլմա պատրաստելիս մի հատ համով տոլմա կա ժողովուրդ էլի պահքի շրջանում են պատրաստում բայց դե ոչ միայն պահքի ովքեր նույնիսկ պասի մեջ չեն կարող են նրանք էլ պատրաստել ես անցած տարի եմ պատրաստել կամ նախանցած մի անգամ եմ պատրաստել կյանքում ու այն ինչքան էր համով բերանումս է մինչև հիմա համը ասել եմ անպայման պիտի պատրաստեմ Սիրելի հետևորդներ, չենք թողնում սոխը շատ կարմրի, ավելացնում ենք ոսպը Ինչքան էլ ուտեստ պատրաստելիս որոշում եմ, որ այս անգամ այս ինչ ուտեստից քիչ եմ պատրաստելու, վերջում տնում եմ մի հեյվարա կաստորկա 2 րոպե ոսպը տապակվի, մինչև ես էլ սունկը ավարտեմ ու ավելացնում ենք սունկը Կտրատեք ըստ նախասիրության, ըստ ցանկության, շատ մեծ չլինի այնքան որ մնացածը ինչպես ցանկանաք Ժողովուրդ, այսօր մեր մոտ մարտի 22-ն է, չգիտեմ հոլովակը երբ կտեղադրենք, բայց ընենց ձյուն է դրսում,
Հիմա վերջացնեմ ու լուսամուտով ցույց կտամ, թե ինչքան է ձյուն եկել, ինչքան ցուրտ է, ձմեռվա նման վառարան ենք վառում։ Դա փետն էլ հաշվեց։ Սիրելի հետևորդներ, ոսպի վրա ավելացնում ենք կտրատված սունգը։ Մի հատ էլ էսպես ենք խառնում։ Մեզ պետք է սև պղպեղ։ Շատ քիչ կարմիր պղպեղ։ Էլ ինչ ունենք։ Մի քիչ էլ ցիտրոն ենք ավելացնում։ Խառնում ենք, որ չկարմրի։ Իսկ հիմա ավելացնում ենք աղը։ Այնպես կանեք համով ստացվի այս խճողակը, միջուկը, որպեսզի մեր ուտեստը էլ ավելի համեղ լինի։ Երկար չենք տապակելու, թռավ։ Այս զանգվածը մեկ էլ պարտադիր այսպես միանգամից կրակի վրա շատ քիչ տրորում ենք։ Որպեսզի համերը էլ ավելի լավ իրարով անցնեն ու կարելի ասել համասեր զանգված ստացվի։ Պետք չի բլենդերով անցկացնել կամ աղալ, որովհետև ինչքան էլ այսպես տապակում ենք, միևնույն է խոշոր մասեր մնում են ու շատ կարևոր է դա, որպեսզի ատամի տակ համերը յուրովի զգացվեն։ Այս պահքի շրջանում ամենաշատը կարոտում եմ Ճիշտ է, մենք ամեն օր միս օգտագործել ենք, կամ եթե այդ օրը չի եղել, հաջորդ օրը պարտադիր միս օգտագործել ենք, բայց ամենաշատը կարիքն զգում եմ պանիրի, որովհետև մեր մշտական սեղանի պարտադիր ուտելիքներից է։ Կարտոֆիլը կտրատում եք, լվանում եք, կլպում եք, դնում եք կրակին, եփվում է, կարող եք միանգամից եփելիս աղ ավելացնել, կարող եք հետո այսպես համեմելու ժամանակ ավելացնել։ Ես էփիլիս մոռացել եմ։ Ճիշտ ասած, այս տապակիչ սլլավը չես պոչը հափուրս ցոցնում է։ Մի հատ ուրիշ պետք է առնեմ։ Թասը սել ոնց որ թե կուջուրա կամ կարտոփսա շատ։ Թասը չի կուջուր, կարտոփնա շատ։ Այդ ուրեսքին եմ դա հետենաս վստալով։ Այստեղ ավելացնում ենք սև պղպեղ եւ կարմիր։ Գերակշռի սևը, ժողովուրդ։ Ու այն խճողակին կարող եք նաև թարմ կանաչի ավելացնել, աղնել ավելացնեմ։ Ու մի լավ խառնում ենք տեղը տեղին։ Այստեղ ավելացնելու եմ մի քանի գտալ ալյուր, որպեսզի խմորանման զանգված ստացվի։ 2 3 4 Ձեռնոց եք տնեմ ու հունց։ Ես մեծ տախտակը բիրեմ, որ սրա վրա շարեմ են։ Այս էսպես, սա բացեցինք, դրեցինք ինձ մոտ, ավելի գտալ ենք վերցնում, դե տնանք ստացվում է թե չէ։ Կարտոֆիլի այս զանգվածից վերցնում ենք մի գտալ, ափի մեջ, այսպես գտալով կամ մյուս ձեռքի օգնությամբ բացում ենք, ափի չափով, այսա, սրա մեջ դնում ենք այս խճողակից, աչքաչափով ենքան, որ
կարողանանք եզրերը վրա բերել ու զգուշությամբ, զգուշորեն, այսպես հավաքում ենք եզրերը, որպեսզի տապակելու ժամանակ խճողակը դուրս չթափվի։ Սա վերջում, այսպես պատրաստի վիճակում պիտի պաքսիմատի մեջ, սուխարիկի մեջ թաթախենք, չունեի, հիմա կասեն հացից սարքի էլի, հացս էլ մի կես հաց այսօր զոռով հերիքի, խանութում էլ չկար, դե հիմա էտա ինչ անենք, ստացվում է այսպիսի կոտլետներ, շարում ենք այստեղ ու բոլորը պատրաստում ենք այս նույն ձև ու միասին սկսում ենք տապակել։ Սիրելի հետևորդներ, քանի որ ձեռնոց չունեի ու ձեռնոցով չեմ աշխատում, ձեռնոցով ընդհանրապես ձեռքերից չի կպչի, եթե տեսնեք, որ ձեռքերից կպչում է, ձեռքերը ջրոտեք, թացարեք ու նոր պատրաստեք։ Ընդհանրապես չի կպչում ձեռքերից, եթե եզրերն էլ լավ վրա ենք բերում ու փաթաթում, խճողակն էլ ոչ կպչում է ձեռքերից, ոչ էլ մեր կոտլետներին վատ տեսք է տալիս, պատկերացրեք սպիտակ կարտոֆիլը, որ մեջից այս ոսպի զանգվածը, սնգի զանգվածը դե ավելի մուգ երանգ ունի, խառնենք իրար, ինչ ախորժելի տեսք չի ունենա հաստատ, այսպես լավ կպցնում ենք, ձեռքով էլ վերջում վերջնական տեսքը ապահովում ավելի գեղեցկացնում, մի քիչ էլ տափակացնում, խնդրեմ, սա էլ մեր կոտլետները, տադադադամ, վերջացրի վերջապես, 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 19 հատ, բայց եթե պատրաստեք շատ ավելի սիրուն, շատ ավելի նորմալ չափերի, ինձ թվում է 25, եթե մի քիչ փոքր 30 հատ, 25 հատը այսքանից լավ կլիներ։ Հիմա ինչ ենք անում, ուրա ձեթոս, էսա, տաքացնում ենք թավան ու սկսում ենք տապակել մեր այս ինչերը, կոտլետները, ձեթը մի քիչ շատ, որ չկպչի ու անպայման թողնում ենք մի լավ տաքանա, նոր տեղափոխում ենք այնտեղ կոտլետները, իսկ այս միջուկից 2 գտալ ավելացավ, ասեմ որ ինքան համով է համադրությունը, ոսպ, սող, սունկ ու համեմունքներ, ընտիր, կարծում եմ մի ատամիկ սխտորը չեր խանգարի, շատ ավելի համով կստացվեր, համանը թափանվեր լվանը, ամեն անգամ հիշում եմ Տիկին Ռոզային, իմ հետևորդներից է, Մոսկվայից երբ վերադառնում էինք Հայաստան, նախապես Մոսկվա եղած ժամանակ, որ հոլովակ տեղադրեցի, տեսավ, որ Մոսկվայում եմ, ասեց, որ օդանավակայանի մոտ ապրում ու եթե գալուս օրը ժամը իմանա, անպայման կգա այնտեղ ինձ կտենա ու խոսքի տերներ եկավ ինձ տեսավ, ես էլ նվիրեց, ես էլ մեծ սիրով ամենօրյա օգտագործում եմ։ Ողջույններս Տիկին Ռոզա ու մնացած բոլոր հետևորդների, սիրելի հետևորդներ, անուն առանուն չեմ կարող տալ, բայց բոլորիցդ շատ շնորհակալ եմ ինձ նայելու, հոլովակներս լայքելու, մեկնաբանություններ գրելու, սոցցանցերում կիսվելու, մի խոսքով իմ հետ, իմ կողքին լինելու համար, շնորհակալ եմ բոլորիցդ շատ։ Դեռ լավ տակ չէր, ափսոս, բայց դե էտա, սկսել եմ, էտ էլ էդպես, Հոպ, ճարճարալ մի ես ուտի, մի 2 րոպե մնալուց հետո արդեն կարող ենք նրանց երևի թե տեղաշարժել, ճիշտ եմ, մի հատ էլ դնենք ուրեմն, մատիցս կպավ ու այս մի կտորը ընգավ ստեղ,
Այո։ Այնքան սիրուն է, ոնց որ խմորից պատրաստած պերաշկիններ լինի։ Հա, դեռ լավ չի այդ մեկը։ Այստեղ ունենք լավը։ Ահա, սիրելի հետևորդներ, գրեթե պատրաստ են մեր կոտլետները։ Հիմա ամենաառաջին տեղադրածը։ Հա, շատ լավ է։ Հանում եմ։ Այսպես պահում եմ յուղը կաթի։ Կարող եք պատրաստի կոտլետները դնել անձեռոցիկի կամ որևէ կտորի վրա, որպեսզի յուղը դուրս գա։ Ես մի անգամից ափսեի մեջ տեղավորեցի։ Տնանք ես ինչ պենյա, չէ, սրա վաղտը չի լավ։ Էլ որն ենք շուտ շրջել, որ այսքան ժամանակ չի կարմրել։ Ահա, դու ես, արի։ Ապրես։ Մամ, դու մի քիչ օր գուտեն, всё այդի։ Արի։ Տստակ չլի, բայց կյանքի յուղի մեջ ցահանաս, տակ, հա։ Շատ տակ էր։ Տակ էր։ Համովա չէ, բայց անուշ իմ բալի։ Քեզ էլ տամ։ Անուշավույր։ Նորից եկա։ Բոլա թե։ Բոլեր, հում այդ տղանուշ լիմ կյանքին։ Սիրելի հետևորդներ, ճիշտն ասած հոգնեցի, բայց արդյունքը լավն էր, որովհետև հրաչս ախորժակով կերելա, իսկապես շատ լավն էր։ Պիտի մի քիչ այդ կարտոֆիլի զանգվածը շատ վերցնեք, որ չպոկվի, չպատրվի ու ներսից չթափվի։ Տեսեք, այսքան պատրաստել եմ, դեռ տապակի մեջ էլ կա, տապակի, կացայի, ես ինչ էր ես անդերժարովնիկի անումը, Թավայի մեջ էլ դեռ կա, մենակ ես մեկն է փչացել, որ այսպես կողքից ուղակի մի քիչ խմորի զանգվածը բարակ է եղել ու պոկվել է շրջելիս։ Հիմա վերջապես համտեսենք, տնանք արժեր այսքան չարչարված, թե ոչ։ Արդեն սառածներից փորձենք, սկզբի հանածներից երևի թե։ Ահա։ Շատ փափուկ, արդեն ախորժակս տվեց։ Նույնիսկ ձեռքով կարող եք ուտել, բայց ափսեով, պատարակաղով ավելի հարմար կլինի։ Չգյուղոտվի։ Էս ինչ համով է։ Չեմ կարող ասել ինչի համ ունի։ Շատ համով է։ Պատրաստեք ու հաստատ չեք փոշմանի, որովհետև այս համային համադրությունը ու կարտոֆիլը տապակած վիճակում այսպես եւս տապակելը, չգիտեմ, ինչի համեր ասեմ, որ տեսնեք ձեզ դուր գալու պատրաստեք, թե չէ։ Ասեմ, որ կարտոֆիլը բերանիդ մեջ հալվում է, որովհետև ինքը նախապես եփվել ու համենվել է պյուրեի տեսքա ստացել, հետո ձիթայուղի մեջ տապակվել, այդ զանգվածը բերանիդ մեջ հալվում է։ Ներսի ինչն է, ոսպն ու սունկը սոխով տապակած, համեմած ասելու չի։ Շատ համով է, շատ։ Կեր ու սուսա։
Ընտիր։ Իհարկե, ինչպես եւ խոստացել էի, եղանակը պիտի ձեզ ցույց տայի։ Տունը տակ շոկ, դրսում այս եղանակն է։ Իմիջայլոց մառախուղը Շամշադինի բնորոշ եղանակն է, այնպես որ ձմեռը դուրս եկանք արդեն մեր մոտ հաճախակի լինելու է այսպիսի եղանակ, բայց մի քիչ առաջ շատ ավելի ձյուն էր, համ վարար ձյուն էր գալիս, համ էլ ծառերի վրա նստած էր, չէր հալվում ցուրտ էր, իսկ հիմա որոշ չափով տաքացավ ու տեսեք հալվելա այդպես քիչ ստեղ-ընդեղ թեթև ձյուն է մնացել։ Իսկ վերջում հիշեցնեմ չմոռանաք, բաժանորդագրվում եք ալիքից, լայքում եք հոլովակներս եւ գրում եք մեկնաբանություններ։ Գրեք պահքի ժամանակ էլ ինչ ուտեստներ են պատրաստում կամ ձեզնից ովքեր են պասպահում։ Մեկս մյուսից սովորելով, այդպես նկարելով, ինչու՞ չէ նաև ուղղություն ցույց տալով, այսպես առաջ գնանք։ Չենք մոռանում բաժանորդագրվել նաև как живется в Шамшадине ալիքին։ Չենք մոռանում բաժանորդագրվել նաև կարոտի թևին ալիքին։ Ու ամեն օր ցանկացած ալիքում, այս 3 ալիքներից մեկում հոլովակ կգտնեք։ Եթե այստեղ չգտնեք, մտեք այն մյուս 2 հոլովակները, ալիքները եւ այնտեղ կգտնեք։ Սիրում եմ բոլորիդ, մնացեք բարով, հաջողություն։